Ձեր եկեղեցին ես հասկացա, որ բուծումը տերորիստների ու ինչ-որ սրբազան, այսինքն ջիհադիստական պայքարները կազմակերպում, օրինակ Հայաստանի Հանրապետության նման երկրի ներսում։ Ճիշտ եմ, չէ՞ հասկացել, գնացեք պաշտպանեք, ինչ եք ուզում մեզանից։ Ու այստեղ մի այսպեսի հարց բոլոր այն մարդկանց, ովքեր որ վաղը կգնան այն ժամերգությանը մասնակցելու, որը որ դիտավորյալ տեղափոխվել է Մայրաթոր։ Այս անձնավորություններին հարց եմ ուզում տալ։ Եթե օրինակ քաղաքական ղեկավար լիներ Ռոբերտ Քոչարյանը, բայց եկեղեցին լիներ նույնքան կեղտոտված, որքան հիմա է։ Դուք դարձյալ կարծել ընդունելու եք, որ այնտեղ ես սխալ չեմ հասկացել Լաուրա, ես ամեն բան եմ ճիշտ, դու ես ոնց որ սխալ հասկանում։ Եղավ այ պորնո դետալ, տիկին պորնո դետալ։ Դու շատ վատ դիրքում ես հիմա, որովհետև ես հիմա բանավոր եմ խոսում, դու ուզես չուզես գրավոր։ Դու մինչև 2 տար հավաքես այնքան կլացեմ վզի, չապլաշկա։ Սիկտիր եղար ստեղից, դավայ, գնա ձեր եկեղեցին։ Եկել աստե հայոյանքով խոսում է, ընտանեկան բանն է, դաստիարակությունն է, էդ է սովորացել քեզ կտրիճը, պրեզերվատիվների մասին խոսել, հանրային տիրույթում, եկեղեցու մասին խոսքին զուգահեռ, չէ, էդ է, չէ սովոր, այլ էդ է ձեր բարոյական համակարգը, բարոյական արժե համակարգը, քո ու քեզ նմանների, հասկացար, այ դրա համար էլ ես ճիշտ եմ հասկացել, էդ դու հասկանալու այդ խնդիրներ ունես, սրիկա շամբորդի, հասկացար, շատ դուստ էր, որտին չնայած ձեր նման գերմաֆրադիտները մարդ գլուխ չի անում, որը որդի կլնի, որը դուստ էր, խոսքիդ նայում եմ, լրիվ ուրիշ բանի մասին է։ Ուրեմն, սրանք ցանկանում են, եթե երկրի ղեկավարը չլիներ Նիկոլ Փաշինյան, իրենք կտրիչին փորձում են պաշտպանել, գիտեք ինչի, որովհետև երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Այ դրանով իսկ ցույց են տալիս, որ իրենք սատարում են եկեղեցու քաղաքականությունը, որ քաղաքական լինի եկեղեցին։ Մամմայի տարև, չէ, Ազիզ ջան, մի օր չեղավ լակած չմտնես եթր ռակել եմ, լակի, դե գնա, խմած մարդ եմ, որա, հեսա ցեղդ կխառնեմ իրար, դավայ սիկտիր եմ իստուս։ Միտելկասյո, ոչարա, ալկաշինկարա, ուսարա, մի օր չեղավ, մամայիդ հետ խմում եմ գալիս մտնում եմ եթեր, մամայիդ հետ խմում եմ գալիս մտնում եմ եթեր։ Մի օր մամատ խնդրեց չխմեմ նոր մտնեմ եթեր չդիմաց էլի մամայիդ հետ խմեցի էլի կմտա եթեր բենակ խմելն էլ չէր ախր հետո այնքան բան եղավ մամատ չի պատմել քեզ Ազիզ ջան մնացած մանրամասնությունները դժվար էլ պատմի ուրեմն դավեսրան սիկտիր եղար մուտիլոր այդպես մուտիտներ սովորացրել ձեզ Կտրիշ Ներսիսյանը չէ այդ ցույց տուր Կտրիշ ձեր եկեղեցու դեմքը մի հատ ցույց տուր ձեր Կտրիշ Ներսիսյանի Ձեր սրբազան հայրերի, այն որ առանձնանում եք սրբազան հայրերի հետ, իրանք ինչ են քեզ ցույց տալիս, ինչ են սովորացնում, մի հատ ցույց տուր, սաղ ցույց տուր, հələ նայենք, շատ հետաքրքիր է, դավայ, Լաուրա, եկեք բոլորով միասին ծափարենք Լաուրային, թող, Լաուրա, դավայ, բա ցույց տուր, սրբազան հայրը ինչ է սովորացրել, չուրիկ-մուրիկ լվանալը սովորել ես, հա, Լաուրա, դավայ, ցույց տուր մի հատ, ցույց տուր, հələ ձերոնց եք այն քոքույր եղբայրներին կանչի, այն բան, կտրիճի մյուս բաներին, դավայ, մի հատ եկեք բոլորով, Լաուրա, դավայ, ծափարում ենք, ժողովուրդ ջան, Լաուրային ծափարությունն էլ, դավայ, ծափարեք, թող ոգևորվի ցույց տա, վայ, մի հատ էլ պասպորտը ցույց տուր, Լաուրա, ես կու եթիմ տերը Давай, Елевка, ստեղեցել է, давай Մի հատ հələ, էլ ինչ են մանրամասն ցույց տվել, բան արել, մի հատ շնորհքը ցույց տուր, աղջիկ ջան, հետ էր սաղ Սաղից թասիպի կծեցիր դու թռար աղջի
Չի կարելի արա։ Տես այսքան ծափերա գալիս քեզ, լաբուրիկ։ Դավայ։ Դավայ գնացինք։ Հարաշկից գնաց, գիտես այդ երեխին նեղացրիք։ Դավայ դուշի տակ եղել ես։ Հələ ցույց տուր։ Անդե ջան շատ բան բաց չես թողել։ Հələ լաբուրիկին ես բաց թողել, կագնի, իրան ենք ման գալիս, գնաց խեղճ Արիֆը արա։ Հուշ տարեցիք թռավ, տեսա։ Աուրել լարը, լեկտի մի տարը չի գրել։ Հա, լավ, թողնենք դա, լավուրիկը գնաց։ Լավուր։ Լավ, վերադառնանք մեր շատ հարգելի Խաժակ Թանյանյանի գրառմանը։ 1827 թվականին ռուսները գրավեցին Երևանի Բերդը, ներսես աշտարակեցին արժանացավ Ալեքսանդր Նևսկի շքանշանին, նույն շքանշանը 25 թվականին ստացավ Եզրասը։ Ու մեկնաբանությունների դաշտում փոքրիկ մանրամասնություն։ Հայաստանի ռուսականացումը սկսվել է 200 տարի առաջ։ 1827 թվականի հոկտեմբերի 1-ին հայկական կամավորական ջոկատները ռուսական զորքի հետ մտան Երևանի Բերդ։ Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Երևանի գրավման հանդիսավոր արարողությունը։ Բերդում մատուցվեց պատարակ ներսես աշտարակեցու առաջնորդությամբ։ Երևանը գրավելուց հետո աշտարակեցին ընտրվեց ժամանակավոր վարչության անդամ։ Նրա ջանքերով կազմվեց 1000 հոգուց բաղկացած զորամաս, որը ռուսական զորքի հետ պետք է պահպաներ կարգ ու կանոնը երկրում։ Իր ցուցաբերած օգնության եւ մասնակցության համար նա ռուսական կառավարության կողմից 1828 թվականի հունվարին արժանացավ Ալեքսանդր Նևսկի շքանշանին։ Այս առիթով տրված կառավարական ռեկրիպտում ասվում էր. Դուք մեր զորքերում ունեցել եք ամենագործուն մասնակցություն, անգամ ենթարկվելով անձնական վտանգի, ձեր անձնական օրինակով հայ ժողովրդի մեջ մշտապես պահպանելով բարյացակամություն մեր հանդեպ։ 1828 փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ։ Ես այստեղ իհարկե փոքրիկ մեկնաբանություն թողել էի, որ եթե հիմա էլ գնաք գինու օղու կոնյակի գործարան, այնտեղ պատին կա առաջին անգամ Հայաստանում խաղացած երևի ճակատագրական էր այդ ներկայացումը Գորիե Ատումա, խելքից պատուհասը ներկայացումը եւ օրինաքանդակ կա պատին, որը պահպանվում է, կարող եք գնալ եւ տեսնել, եթե ցանկություն ունեք։ Ու սա մտածելու տեղ տալիս է։ Մերոնք օգնել են, որպեսզի զավթվի Երևանը եւ մի կայսրությունից կծվի մեկ այլ կայսրությանը։ Եվ այդ նույն շքանշանին են արժանացել։ Այստեղ շատ մտածելու բաներ կան։ Սրանք մեր խայտառակություններն են, որոնցից պետք է ժամանակի ընթացքում քիչ-քիչ մաքրվել։ Ես այդպես եմ կարծում։ Սրանք պետք է դառնան պատմություն, որը կարա լինի դաս, որպեսզի նույնը չկրկնվի։ Հիմա եկել ու ինչ որտեղ ինչ որ բան կրկնվել է։ Ուղիղ 200 տարի անց, 198 տարի անց, նորից նույն շքանշանով, նույն բանի համար պարգևատրվել է, այս անգամ արդեն կտրիչներս են Եզրաս, մեծրաս։ Սա ողբերգական երևույթ է։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք ազատագրվել այս ամեն ինչից եւ այո, նույն Լաուրիկի նմանները, նույն ինձ նմանները, բազմամեղերս, ովքեր որ շատ սխալներ թույլ ենք տվել մեր կյանքում եւ եթե չմաքրենք այս ամեն ինչը եւ հոգենորոք ճանապարհով չգնանք, գուցե ավելի մեծ խնդիրների առաջ կանգնենք։ Ես ինչպես հասկացա, Բուլղարիայի հոգևոր խորհուրդը նույնպես միացել է Կտրիշ Ներսիսյանին հանգստի կոչելու նախաձեռնությանը, ինչի համար շնորհակալություն։ Աշխովս դեռ չի ընկել այլ թեմերի հրապարակային խոսքը, չնայած
մի մասով հասկանալի է թե ինչու, բայց վաղվա հավաքը պետք է լինի այնպիսին, ես չգիտեմ դա շարունակական կլինի թե չէ, բայց պիտի լինի այնպիսին, որ հնարավորինս ամեն բան կարճ տևի եւ հնարավորինս քիչ վնասվի մեր եկեղեցին։ Տեղից 26 տարի ամեն օրով վնասվել է։ Ամեն օրով Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ծառայել է օտար երկրի շահերին եւ ոչ մի կերպ մեր պետությանը, անգամ ամենածանր փորձությունների ժամանակ։ Ինչ վերաբերվում է սրանց միասնական աղոթքին, աղոթքն է, ես չեմ ցանկանա որպեսի ընդհատվի, բայց իրենց պատկերացումները շատ սխալ են, որովհետև եթե Մայրաթոռը հստակ հայտնում է, որ շարունակում է հոգևոր հայր դիտարկել այն անձանց, ովքեր ենթադրել հանցագործության պատճառով գտնվում են բանտում, ապա նա ստվերում արհամարում է մեր պետությունը, որովհետև մեր պետությունը իրավական երկիր է, աշխարհիկ երկիր է, իրավական երկիր է, անկախ բոլոր տեսակի թերություններից ու առավելություններից, որը որ բոլոր երկրները ունեն, այնուամենայնիվ եկեղեցին չի կարող արհամարել իրավապահ մարմինների գործողությունները ու մաքսիմում կարող էր այլ քայլեր ձեռնարկել, ժամանակավոր դադար վերցնել, փորձեր հետամուտ լինել գործերին, ծանոթանալ գործերի հետ եւ նոր միայն նման վտանգավոր հայտարարություններ անել։ Իսկ նրանք այս պահի դրությամբ ասում են հետեւյալը, բառացիորեն Մայրաթոռը պաշտոնապես ասում է հետեւյալը։ Ասում է ես Մայրաթոռս Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցիս սատարում եմ անձին, ով պետության մեջ մեղադրվում է ուրիշի գրպանը պլան գցելու մեջ, սատարում եմ անձին, ով պետությանս մեջ մեղադրվում է հեղաշրջման կոչ, ռազմական հեղաշրջման կոչ անելու համար, այսինքն ինքը նույնպես միանում է այդ կոչին, եւ լաուրիկս տեղ է, նոր ծափեր են կես տալիս ազիս, եւ սատարում է մարդկանց, ովքեր տերորիզմի մեղադրանքով են անցնում, սատարում է հստակ, սա ազգային անվտանգային հարց է, եւ այո, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին անցել է բոլոր կարմիր գծերը պետության ներսում։ Կտրիչ Ներսիսյանը ասում է սրանով, որ ինքը միասնական է եղել երկրում տերոր իրականացնելու գործին։ Կտրիչ Ներսիսյանը սրանով ասում է, որ ինքը միասնական է եղել մարդկանց գրպանը պլան գցելու գործին։ Կտրիչ Ներսիսյանը ասում է, որ ինքը միասնական է եղել երկրում ռազմական հեղաշրջման փորձ անելու գործին։ Սա է նա ասում նման հրապարակումներով։ Սա են ասում Արագածոտնի թեմի ներկայացուցիչները նույն օրը, նույն ժամին, ժամեր փոխելով, օրեր փոխելով, վայրը փոխելով, բերելով այնտեղ, որտեղ որ ժողովուրդը իր արդարացի պահանջն է ներկայացնելու։ Այո, արդարացի, որովհետև արդեն ամիսներ է, շուրջ 5-6 ամիս է, հստակ հարցերի պատասխան ենք ակնկալում, որոնք չկան, գոյություն չունեն, բավական չի, դեռ մի բան էլ շարունակում են քաղաքական գործունեությամբ զբաղվել, դուրս գալով իրենց պարտավորությունների շրջանակներից, եւ նրանք պիտի հաշվետու լինեն։ Իսկ եկեղեցու նորոգման գործը ինձ թվում է շատ ավելի թափանցիկ կլինի հետագայում, երբ որ Կտրիչ Ներսիսյանը հեռանա, եկեղեցու գործունեությունը կլինի առավել թափանցիկ, մենք ովքեր հետաքրքրված կլինեն կկարողանան ծանոթանալ գումարային հոսքերի հետ, եկեղեցին կգործի պետության ներսում, պետության քաղաքացիների համար եւ կզբաղվի հոգենորոք գործունեությամբ։ Մենք ուզում ենք ազատված եկեղեցի, մենք ուզում ենք բացի եկեղեցի, որը բոլորիս համար կլինի, առանց մուտք գործարքների, առանց սրբապատկեր ծախողների, առանց սուրբ գեղարդներ վաճառողների, առանց FSB-ի ենթակաների, առանց բաների, հավատացյալների գաղտնիքները, իրենց վստահած գաղտնիքները գեներացնելու, կամպրամատներ հավաքողների եւ այլնի։
Մենք ուզում ենք բաց, ազատ Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցի։ Իսկ Լաուրիկին ու Լաուրիկանամաններին ես կարծում եմ ժամանակը դեռ կբուժի։ Շնորհակալություն ժողովուրդ ջան եթերը դիտելու համար, կհանդիպենք վաղը ժամը 5-ին Մայրաթորթ Սուրբ Էջմիածնում ու կվարվենք այնպես, ինչպես որ պիտի վարվենք։ Եվ բոլորս կլսենք եպիսկոպոսներին, որովհետև այս գործը այո պետք է ձեռնարկեն եպիսկոպոսները։ Այո, այս վերջնական քայլերը չպետք է լինի իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքացի եւ հավատացյալ մասնակցում է ամեն ինչին, ես չգիտեմ, նա կլինի մեր շարքերում որպես քաղաքացի եւ հավատացյալ թե ոչ վաղվա հավաքին, բայց ես վստահ եմ, որ այս ամեն ինչը կունենա շատ լավ դրական ավարտ։ Ես չեմ ասի հաղթական ավարտ, որովհետեւ այս պարագայում ինչ որ հաղթանակներ կամ պարտություններ տոնելու խնդիր չկա, այստեղ արդարության վերականգնման խնդիրն է։ Այնպես որ ամեն ինչ շատ լավ է լինելու, ես պարզապես վստահ եմ։ Լավ եղեք ժողովուրդ ջան, կհանդիպենք վաղը։